Ողջույն սիրելի տնօրինություն, ուսուցիչներ, ծնողներ եւ հյուրեր։ Այսօր մեր կյանքի կարևորագույն պահերից մեկն է։ Ուրախ ենք այստեղ եք եւ կիսում եք մեր հոգությունն ու հուզմունքը։ Այս լուսավոր ու պայծառ օրը շատ պատանիների համար կլինի իրենց դպրոցական կյանքի թերևս վերջին օրը։ Հրաբարակ ենք հրավիրում այսօրվա շրջանավարտներին։ 12-ի Ա, Տասխեք Սուսան Սարգսյան։ Классный руководитель Ася Самвеловна. Դասերկուսիկը Տասխեք Սոնա Հովանիսյան. Տասխեք Սուսան Սարգսյան. Օրտնանկի խոսքի համար խոսքը տրվում է Տեր Հուսիկ քահանային։ Հարգելի տնօրինություն, սիրելի ուսուցիչներ եւ ուսուցչուհիներ, սիրելի աշակերտություն, ուրախ ենք այսօր այստեղ այս տոնական օրը ձեր հետ միասին այստեղ գտնվելու համար եւ ցանկանում ենք Տերունի աղոթքով սկսել եւ ազդարարել այսօրվա գեղեցիկ օրվա սկիզբը։ Դրա համար խնդրում եմ բոլորիդ, որ մի պահ ոտքի կանգնեք։ Անուն Հոր եւ Որդվո եւ Ոգուին Սրբո ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսե արքայություն քո, Եղիցի կամք քո, որպես երկինս եւ երկրի Ըսած մեր անապազոր տուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մեկ թողուկ մերոց պարդաբանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ պրգյազ մեզի չարե, զիքո է արքայություն և զորություն և պարք ավիդյանս ամեն, պահպանիչ և հույս հավատացելոս Քրիստոս Աստված մեր, պայա, պահպանյա և օրտնյա, ուսուցչական ազնակազմս, օրտնիր Տեր, նաև դպրոցական երեխաներին, ավարտական դասարանին, փրկիր նրանց Տեր, երևելի եւ աներևույթ թշնամիներից, արժանի արագ օգուտյամբ փառավորել քեզ, Օրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ ավիդյանս ավիդենից ամեն։ Նստեք խնդրում եմ։ Հարգելիներս, այսօր եւս 4 դասարան պաստորեն իր ավարտական օրն է նշում եւ այս պահից սկսած եւ հաջորդի օրերին պետք է պատրաստվի դպրոցի կյանքից դուրս ընթացքի մեջ եւ մենք էլ մաղթում ենք, որ Աստված իրենց այդ օրերի ընթացքում պահապան լինի, իմաստնություն շնորհի, անշուշտ դպրոցը ամեն հնարավոր վիճակ ստեղծում է եւ կրթություն եւ դաստիարակություն տալու համար մեր սերունդներին եւ այդ ճանապարհի մեջ պետք է եւ մանկավարժը
եւ ուսուցիչը շատ լավ հստակ պատկերացնի, թե իր անելիքը որն է։ Շատ անգամ մենք մտածում ենք շեշտը դնել գիտության վրա, բայց գիտությունը եւ իմաստությունը Աստվածաշունչը մեզ բացատրում է, որ տարբեր են։ Մարդը կարող է գիտակ լինել, բայց իմաստուն չլինել։ Եվ Սաղմոս 2-ն շատ գեղեցիկ է ներկայացնում այդ հատվածը, ասում է Աստծու նկատմամբ հարգանքը դա իր նկատմամբ իմաստությունն է, այսինքն մեր կողմից այն իմաստությունը, որ մենք պետք է ունենանք Աստծու նկատմամբ առաջինը, եւ հետո հայրենիքի նկատմամբ, եւ նաեւ մեր ընտանիքների նկատմամբ, եւ մաղթում ենք, որ այդ ամբողջական վիճակը մեր այս ավարտական ուսանողները իրենց կյանքում ունենան, կարողանան իրենց կյանքի մեջ գտնել այն տեղը, որը որ Աստված իրենց համար կնախատեսի։ Շնորհավորում եմ ձեզ, սիրելի ավարտական դասարանի երեխաներ, դպրոցականներ, մաղթում ենք, որ Աստված ձեզ պահապան լինի, ուժ կարողություն տա ձեր ուսուցչուհիներին, շնորհակալություն եւ օրհնություն ենք ասում իրենց կատարած աշխատանքի եւ ծառայության համար։ Փառք ու պատիվ եւ զորություն այժմ եւ միշտ Եվավիտյանս Ավիդենից ամեն։ Աստված ձեզ հետ լինի։ Ամփորձանք։ Հրապարակ է բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։ Շրջանավարտներին իր ուղերձն ունի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Սիրելի շրջանավարտներ, երբ ես ավարտում էի դպրոցը, մի պիես էի գրել մեր դասարանի մասին, նկարագրելով մեր դպրոցական կյանքի մի օրը։ Յուրաքանչյուրն այնտեղ խոսում էր իր մասին, իրեն բնորոշ հույզերով ու բառերով։ Վերջին զանգին մենք չբեմադրեցինք պիեսը, որովհետև մտածեցինք այն շատ անսովոր է, ոչ ոք այդպես չի անում, եւ իրականում վերջին զանգը պետք է լինի քարյակներ, առ մեր ուսուցիչները, համեմված մի քանի երգով։ Միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է։ Վերջին զանգը ձեր մասին է, ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների։ Դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին։ Այդ հույզերի մեջ անպայման կան ձեր ուսուցիչները, որոնք ձեր կյանքի շատ կարևոր մասն են, իրենց խորհուրդներով եւ ներկայությամբ, իրենց մեծ աշխատանքով։ Շնորհակալություն հայտնեք նրանց այդ մեծ աշխատանքի համար։ Ուսուցիչ լինեն ամենադժվար աշխատանքներից մեկն է։ Դպրոցական կյանքը չի կրկնվում, բայց ձեզ սպասվում է մի ամբողջ կյանք, որը կարող է լինել այնպիսին, ինչպիսին կընտրեք ձեր մասնագիտությամբ եւ զբաղմունքով, ձեր ընկերներով ու սիրելիներով։ Համարձակ գնացեք առաջ, ձեր երազանքների ու նպատակների հետևից, սխալներից սովորելով, երբեք չընկճվելով եւ աճող կենսունակությամբ։ Դպրոցը նաև դրա մասին է, ձեզ կյանքին պատրաստելու ոչ միայն գիտելիքներով, այլև էմոցիոնալ ու հոգևոր հասունությամբ։ Լավ սովորեք, որ լավ ապրեք։ Բարի երթ։
Շնորհավորանքի իր ուղերձն ունի Շիրակի մարզպետ Դավիթ Արոշենյանը։ Սիրելի շրջանավարտներ, սրտաշ շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր օրվա, վերջին դասի առթիվ։ Ավարտվեց եւս մեկ ուսումնական տարի, լի ու վարք ու նեղ հիշողություններով, ուրախ եւ տխուր պահերով։ Այս ուսումնական տավա ավարտը ձեզ համար առանձնահատուկ է, անմոռանալի, քանի որ այսօր մի նոր էջ հկվածուն մանկությունից անցում եք կատարում դեպի հասուն կյանք եւ պետք է կարևոր ընտրություններ կատարեք, որոշում կայացնեք, խոսքը մասնագիտության ընտրության մասին է։ Լիահույս եմ, դպրոցական տարիների սիրելի ուսուցիչների անմնացորդ նվիրումի շնորհիվ կարողացել եք այնպիսի գիտելիքներ ու հմտություններ կուտակել, որ ճիշտ կկողմնորոշվեք եւ հաստատուն քայլերով առաջ կգնաք ողջ կյանքում։ Սիրելի շրջանավարտներ, ձեր ճանապարհն այսօր բաժանվում են տարբեր ուղղություններով։ Համաձայնեք, որ շարունակում եք միավորված մնալ, քանի որ ունեք մեկ կարևոր հանգրվան՝ հարազատ կրտոջախը, որտեղ ձեզ սպասելու են սիրելի ուսուցիչները։ Բոլորիդ մաղթում եմ առողջություն, հաջողություններ, հիրազանքների իրականացման անխոչնդոտ ճանապարհ, ձեզ բարի երթ։ Իր բարի մաղթանքի խոսքն ունի տիկին Էմմա Միրզախանյանը։ Ուսումնական տարվա վերջին ակորդներն են։ Օրը տոնական է, մթնոլորտը ջերմ ու տրամադրող։ Յուրաքանչյուր տարի, երբ գալիս է մայիսը, նոր կյանք է մտնում մի սերունդ։ Արեգակը թվում է մի մեծ ծնցղա, իսկ երկինքը բուրում է անկրկնագրելի բույրերով։ Այսօր մենք վաստակած մարդու բերկրանքով նոր ու փոթորկուն կյանքի ուղեգիր ենք տալու Գյումրու Վահան Թեքեյանի անվան համար 2 ավագ դպրոցի 61 պարմանիների ու պարմանուհիների։ Նրանց շարքերում են մեր ապագա գիտնականներն ու մանկավարժները, բժիշկներն ու իրավաբանները, ճարտարապետներն ու արհեստավարժվարպետները, զինվորներն ու փորձառու սպաները։ Իսկ վերջին զանգը խորհրդանիշ է խենթ ու խելառ մանկության, դպրոցական ուրախ ու անհոգ տարիների ավարտի, ազդարարը նոր կյանքի ու լուսավոր հորիզոնների։ Սիրելի շրջանավարտներ, սիրով եւ ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի, անկրկնելի գեղեցիկ, պարզ ու լուսավոր եւ միևնույն ժամանակ անչափ ու զարադորվա կապակցությամբ։ Մենք ձեր երազներին փորձել ենք թևեր տալ, սովորեցրել ենք կյանքում ապրել ազնիվ ու շիտակ, եւ ես համոզված եմ, որ դուք լավ եք յուրացրել դպրոցական տարիների ամենակարևոր դասը, ամբողջ կյանքում մարդ մնալու դասը։ Եվ իմացեք, որ կյանքը պարզապես մի պահ է տիեզերքի անսահմանության մեջ, պետք է պարզապես ապրել։ Իսկ ես ուզում եմ, շատ եմ ուզում, որ դուք ապրեք ազատ, անկախ, հզոր հայրենիքում, որ մեր սահմանները լինեն անարիք ու կայուն, խաղաղ, որ չլինեն երբեք պատերազմներ ու կորուստներ, չլսվեն կրակոցի ձայներ։ Ես ուզում եմ, որ ձեր ճանապարհին ոչ մի արգելք ու խոչընդոտ չլինի, որ արշալույսները խաղաղ բացվեն եւ յուրաքանչյուր բացվող այգ մի հայորդու ծնունդ ավետի։ Ես ուզում եմ, որ միշտ համարեք, սուտը, վատը, կեղծիքն ու ստորը արհամարեք, ստեղծեք, արարեք ու շենացնեք մեր երկիրը։ Ես ուզում եմ, որ դուք երբեք չերկնչեք դժվարություններից եւ կյանքի բոլոր շրջադարձներում առաջնորդվեք արժանապատիվ ապրելու սկզբունքներով։ Եվ շատ եմ ուզում, որ ձեր յուրաքանչյուր օրը լցվի աստվածային օրհնություններով եւ իմ մրմունջները մեկիկ բարձրանան առ Աստված, որպես աղոթքի մրմունջ եւ լույս ու հույս սփռեն ձեր ճանապարհին։ Ձեզ բարի երթ, բարի ճանապարհ, սիրելի շրջանավարտներ։ Մենք ձեզ սիրում ենք, իսկ դուք մեզ պահեք ձեր հուշերի մեջ։
Դու ամենակարևոր հիշողությունն ես, անջնջելի ժառանգությունը, որ այս պահ պիտի պահեմ ինձ հետո եկողներին, պիտի պահեմ իմ ներսում, իբրև ինքնությունս հաստատող փաստաթուղթ, պիտի քեզ հետ ու քո մեջ կառուցեմ իմ ապագան։ Հիմա շատ բան անկարելի է թվում, բայց ես խոստանում եմ, որ հնարավոր ու անհնար բոլոր եղանակներով զորացնել քեզ, որ ինձանից հետո եկողները վստահ քայլեն օղիդ վրա։ Խոստանում եմ, որ հայերեն են լինելու իմ օրորները, իմ աղոթքները, իմ երդումները, որ ասելու եմ անձնորությանդ համար, հայրենիք։ Դունեն հուրին իսուր կեմի գուզավթե Շունքի ինձ ավթեցիր խապով նազանի Կարիվիր կարիվ մուտ կարավ ու հյուսիս Չկակիզի նման չապով նազանի Կարիվիր կարիվ մուտ կարավ ու հյուսիս Չկակիզի նման չապով նազանի Թեկուզ քո քաշն մարգրիտան, բրոյի, Թեկուզ քո քաշն ալմաստան, բրոյի, Յակ չիմի տաչիմ հերացնի քիզ կույարեմ եմ, բարեմ եմ, Յակ չիմի տաչիմ հերացնի քիզ կույարեմ եմ, բարեմ եմ, Չիմ քաշվի եկած մահեմ են, ռահիբի տված հահեմ են, թեկուզ ռաղամ գա շահեմ են Յար չիմի տաչին հերացնի քիզ կույարեմ եմ, բարեմ եմ Յար չիմի տաչին հերացնի քիզ կույարեմ եմ Քիզ կույարեմ եմ, բարեմ եմ Խոսքը փոխանցում ենք Վարդաջրով թացիս էլի, թացիս էլի Չկա քիզի նման, քիզ նման, դունիսան նման 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 Սիրելի ներկաներ, Շիրակի մարզպետ Դավիթ Արուշյանյանն իր անակնկալ այցով խոսք ունի շրջանավարտներին։ Ողջունում եմ բոլորիդ, սրտան շնորհավորում եմ մեր շրջանավարտների վերջին զանգը եւ ուզում եմ առաջինը շնորհավորել ու շնորհակալություն հայտնել տնօրինությանը, մանկավարժներին, որովհետեւ շատ բարդ աշխատանք են արել ու ցավոք շատ դեպքերում ոչ լիարժեք գնահատված, վստահ եղեք, որ մենք գնահատում ենք, նաեւ գնահատում են մեր շրջանավարտները ծեր արված աշխատանքի իհարկե տարիների ընթացքում են այդ ավելի շատ գնահատելու, երևի բոլորիս մոտ է այդպես եղել։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին ու խոնարհում եմ բոլորի առաջ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ծնողներին, տատիկ-պապիկներին, որոնք շատ բարդ ու երկար ճանապարհ են անցել այսօրվա օրը տեսնելու համար, որը ես ինքս եւս ծնող եմ եւ շատ լավ պատկերացնում եմ այդ դժվար ճանապարհը եւ այսօրվա հուզումները, որը դուք ունեք։ Իսկ մեր շրջանավարտներին ցանկանում եմ միայն ու միայն խաղաղություն։ Ուզում եմ իրենք այսօր հիշեն, որ վաղվա Գյումրին, վաղվա Շիրակ ու վաղվա Հայաստանի Հանրապետությունը հենց իրենք են
եւ այս ժամանակահատվածը, որը իրենց տրված է սովորելու համար, հետագայում նաեւ բուերում, իրանց ստացած ուսումից, իրենց գիտելիքներից է կախված, թե մենք ինչ քաղաքում ենք ապրելու, ինչ մարզում ենք ապրելու եւ ինչ հանրապետությունում ենք ապրելու։ Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր տեղ, ինչ մասնագիտություն էլ որ կընտրեք, ցկտեք լինել լավագույնը։ Մեզ հերթական բժիշկներ պետք չեն, մեզ հերթական քաղաքական գործիչներ պետք չեն, մանկավարժներ պետք չեն։ Մենք լավագույն քաղաք, լավագույն մարզ ու լավագույն հանրապետություն ունենալու համար պետք է ունենանք լավագույն մանկավարժները, լավագույն իրավապահ համակարգի աշխատողները, դատավորները եւ յուրաքանչյուր գործում փորձեք ցկտել լինել լավագույնը։ Շնորհավորում եմ բոլորիդ, ես ազգային ժողովի երևի թե ձեզանից էլ կային մարդիկ, որոնց հյուրընկալել էի ազգային ժողովում, խոսք էի տվել, որ գալու եմ ձեր դպրոց, իհարկե չէի պատկերացնում, որ գալու եմ մարզպետի կարգավիճակով եւ վերջի զանգին։ Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ ու շնորհավորում եմ բոլորիդ։ Однажды мы пришли в этот класс, который стал одной большой семьей, но мы должны уйти когда-то школой. Был всем миром для тебя, и мы лететь должны, несмотря на трудности, и лететь по белому свету, став одним движением ветра, лететь как приземлиться, а у птиц в свободе учиться, оставив все то, что жаль. Однажды мы
все пролетит как сон, где юность наяву скрыта в школьных днях. Взрослая жизнь зовет, но школьный звон, он не уйдет, он будет нас вести, мечту нам обрести и лететь по белому свету, став одним движением ветра, лететь куда-то вдаль и не думать, как приземлиться, а у птиц в свободе учиться, оставив все то, что жаль, и лететь по белому свету, став одним движением ветра, лететь куда-то вдаль и не думать, как приземлиться, а у птиц в свободе учиться, оставив все то, что жаль. Ամեն մի պատմություն իր վերջաբանն ունի։ Նույնիսկ ամենագեղեցիկ հեքիաթներն են ավարտ ունենում։ Այսօր էլ մեր հեքիաթն է մոտենում իր ավարտին։ 12 տարվա մի պատմություն, որ յուրաքանչյուրից հուշերում յուրովի է հիշվելու։ Сегодня мы уходим во взрослую жизнь, но в наших сердцах навсегда останется этот школьный уютный мир. Звонкий смех друзей, добрые слова учителей и тепло школьных стен. Спасибо всем, кто был рядом и верил в нас. Мы обещаем пронести вашу любовь и заботу сквозь годы. Друзья, учителя, родители, сегодня тот самый день, который мы ждали и к которому так долго шли. Каждый из нас прошел свой путь длиной в 12 лет. Мы взрослели, ошибались, мечтали, искали себя и всегда находили поддержку в ваших глазах. Спасибо школе за уроки не только по предметам, но и по жизни. Իմ դպրոց, իմ սիրելի ուսուցիչներ, մնաք բարով։ Ձեզ հետ է անցել կյանքիս ամենաանհոգ ժամանակահատվածը, բայց հիմա ստիպված հեռանում եմ, ձեզանից տանելով բոլոր հիշողություններս։ Շնորհակալ եմ, որ եղել եք ինձ հետ։ Խոստանում եմ, հաճախ կգամ ձեզ այցի։ Չմոռանաք, մենք ամենալավ դասարանն ենք, ու միշտ էլ մնալու ենք այդպիսին։ Մեզ միշտ հիշելու եք որպես դպրոցի չարաճճի, դասերից շուտ փախնող ու խելառ դասարան։ Կկարոտեմ ձեզ շատ։ Ամեն սկիզբն իր ավարտն ունի, բայց ամեն ավարտ մի նոր սկիզբ է։ Ուստի դպրոցական կյանքն այնպես ավարտենք, որ այն մատնանշի ձեր նոր, լավ ապագայի ու կյանքի ճանապարհի սկիզբը։ Հրավիրում ենք բարամաղթանքների իր խոսքն ասելու տիկին Նելի Ստեփանյանին։ Уважаемые гости, родители, учителя, дорогие выпускники, поздравляем вас с этим особенным, волнительным и незабываемым днем, последним звонком. Сегодня для вас звучит не просто звонок, он открывает двери во взрослую жизнь. За плечами остались школьные годы, полные открытий, дружбы, радостей и уроков. Впереди новые вершины, мечты, выборы и, конечно, большие возможности. Пусть знания, полученные в школе, станут прочным фундаментом для будущих побед. Смело идите вперед, верьте в себя, не бойтесь трудностей и никогда не забывайте тех, кто был рядом. Учителей, родителей и друзей. Удачи вам на экзаменах и в жизни.
Пусть ваш путь будет ярким, добрым и успешным. С праздником, с последним звонком. В добрый путь, дорогие выпускники! Հնչեց զանգը, հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով